էլեկտրաէներգիայի թանկացում։ 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Բաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Որովհետև քեզ լսեցինք, մարտավեն լավը թաթուն լսի, քան կնգան լսի։ Պետքա գնայինք կերամա մարարցից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Հա էլի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալականա։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալականա։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Գերամո մարացի իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ձեր փեսան, я из массив Այսպես գնաց պատախոբար ես սկսվեց խառնա շփոթը տալ Մեկ եմ տեսնում ես իմ ամուսնում Եվ այս է կոչվում խոպանի տեսություն Մենք կանայք սպասում են որ դու գա ու հաստատ կուներանք լավ գյալ Նորից մեր տուն կգա ջերմություն Եվ մի օր կասենք խոպանից տեսություն Ախպերս, ուտեն ապաստակը ասում է, դու թագավոր չես, դու կյանք ես, կյանք։ Մարազատ, լավ մի բան ասա խմենք էլի։ Ոչ ջան, ինչ ասեմ։ Էլ բան մնաց, որ ասես։ Ինչ կար չկար ասեցիք էլի։ Չէ ոնց։ Հələ օջախի կենաց կա, հələ պահի կենաց կա, հələ գեղեցիկ սերի կենաց կա, ոնց։ Խմելու բան չկա։ Խմելու բան թարսի պես կա, ուտելու բան չկա։ Ես հասկացա ինչ կինաս պետք է խմենք։ Ես բաժակով այ մի հատ ունիվերսալ կինաս խմենք։ Բաշ չկա ծավը տանը։ Ոնց ծավ մնաս։ Սատրի վատնամա։ Օջախը շեն մնա։ Պահի կինացը։ Գեղեցիկ սերին է լիքը փող։ Ոնց է, որ ծավը տանեմ շատ լավ էր, բայց խի ոտի վրա խմարվոր։ Աշոտ ջան, մարդը կարող է ուզում է գնա, քանի ժամա նստած եք։ Հա էլի, հələ լիքը տներ կան, ձեր ասած լիքը էլի, հələ լիքը աղբերներ կան։ Տղա ջան, այսինքն ամեն տան մեջ որ այսքան ժամերով նստես, հələ ժամը քանիսն է, ուր կհասնես։ Վայ։ Զոնքաժներ, այդ ձեր խոսացածը ստեղ լսվում է։ Բա ասում ենք, որ լսվի։ Կարող է գիտես Ռաֆի Հովհաննիսյանն ենք, ով են քո համար։ Լավ ժողովուրդ ջան, ես գնացի։ Մի բաժակի խմեմ ու գնամ։ Մեզ երկու հատ կոֆե։ Ասա, Արազատ,
Ոյ տանոշին, ինչ ուտել ա ուտում, ոնց որ ստեղանի պիտ բուլդոզեր լինի։ Ուզում էիր ասեիր բուլդոզեր։ Չէ, մամ ջան, ուզում էի ասեի ինչ ունենք, չունենք կերով։ Այո, մեր սեղանը ոնց որ ադրբեջանական հենակետը լինի հայկական հրետակոծությունից հետո։ Այսինքն անդառնալիորեն ոչնչացված է։ Տիպիկ հայ են, տիպիկ հայ։ Իմ արդես ազգի մեջ երբ համտնելու, իրենից հետո եկողի մասին մտածելու կուլտուրան։ Չէ, բայց դուք տեսաք, տոլման 3 էր ուտում։ Բա ինչ, մենք մի ամիս տանջվենք, որ 3 հատիկ տոլմա սարքենք, իսկ ինքը մեր ամբողջ ամսվա տանջանքը 2 վայրկյանում հոպ կերավ։ Իշտե լավ ինչ որ այա, եկեք այդ սուրճը սևացնենք, թող խմի պաշոլը քաշի գնա։ Մենք էլ փորձենք սեղանից մնացած հուշերով նոր սեղան վերականգնենք։ Այ մարտես ինչ կրակ էր։ Աշճան, ես երևի գնամ, կոֆելը ծնգելը ստանը կխմեմ։ Արա դե լավ էլի, պտի պարտադիր համը հանես, նստացենք էլի կգնաս էլի, վայ։ Ախպերս, լբրնի։ Լստեն այ, ես հազիվ էլ ասցեն եմ իչև ապրել ես կանտում մտնեմ։ Հորեսներ, սա աղենգերների անումները, տատու է սարել ձերներիտ, բա, հլը թիթերիում մկի անունն է տեղ չարեց, մեջքիս եմ տատու արել, ծույս տամ։ Չէ, հավատում եմ նստի։ Հավատում եմ, աշճան, դե մի տաքսի զանգի ես գնամ։ Այդ մեկը չեղավ, չեմ հավատում։ Ապեր, այսօր տաքսին ոնց որ մեր թաղապետարանը ալի, չի աշխատում, բորչոն եմ, ընկերներս։ Ես էլ Թինան եմ, ու հեսա իմ ընկերները գալու են մեր տուն ու ես չգիտեմ ինչ եմ անելու, ինչ եմ դնելու սեղանին։ Ինչպես միշտ անցած տարիների նման ալբոմներս պիտի դնեմ։ Թինա, մի քիչ հանգիստ, միկրոինֆարկտ պարա։ Տատի, որ իմանաս ինչ ա եղել, ֆուլ ինֆարկտ կսանաս, մեգա ինֆարկտ կսանաս, չէ, գիգա ինֆարկտ։ Թինա, դա ինչ հա, ես ոչինչ չեմ հասկանում, Կամասուտրայի պարագրաֆ։ Ինչ որտեղ այլ։ Լավ, մի հատ բացատրիր, թե դա ինչ է նշանակում։ Սա նշանակում է սեյվ սեղան, այսինքն փրկենք սեղան։ Աշոտի ընկերը միջուկային զենք ա կիրառել մեր ամանորյա սեղանի հանդեպ։ Տատիկ, հասկանում ես, իսկ այսօր իմ համագործեցիները պետք է գային մեր տուն, մասնավորապես Ծապիկը։ Դուք էլ թարմացրեք սեղանը։ Տատիկ ջան, սա Facebook չի, որ F-ին գսխմես թարմանա։ Այստեղ լուրջ ներդրում ա պետք անել։ Ես սեղանը թարմացնելու բավարար ռեսուրսներ չունեմ։ Տատիկ ջան, դու երևի չես հասկանում վիճակի լրջությունը։ Արի գնանք տես։ Հագավոր, ինչ կա աղբերս, հեն ոնց դիմավորեցիք։ Հələ հարցրու սիրտի ինչ ա քաշում գնամ ուտեմ։ Էդ ինչ էին արել սեղանը, թշնամուս չեմ ցանկանա։ Աշոտ։ Թզբեղիցդ մի 2 հատիկ հանիր, նվիրեմ Լեոնիդի։ Աղոք զոնքաչ, չեմ կարա։ Ես քեզ չեմ հարցնում կարող ես թե ոչ, ես քեզ ասում եմ հանիր։ Տատի, կներես, բայց ինչի պիտի իմ թզբեղը քո այդ Լեոպոլդի խաթր վարի տամ։ Բա ինչի մեր ամանորի սեղանը պտի վարի գնա քո ընկերոջ խաթր։ Դու մի կոպեկի օգուտ տվել ես ինչ եկել ես մեր տուն։ Ու ինչ շատ հետաքրքիր է, դու ընդհանրապես ինչի ես եկել մեր տուն։ Ուրեմն, հենց հիմիկվանից կայքերով մտնում ես, վարձով տուն ես ման գալիս, կնոջդ վերցնում ես ու գնում եք միասին առանձին ապրելու։ Լսար տատդ ինչ ասեց։ Չէ, կյանքս ականջակալներով էի։ Ոնց ականջակալներով էի։ Էլի վալասոկդ քցեց, հա։
Ազիզներ, այդ իշքան մարդ կար հանրապետության հրապարակը, տուրիստ գծելու տեղ չկար, այդ տեղ չկար։ Բոլորդ ուշադիր ինձ լսեք։ Սա շատ կարևոր նիստ է։ Այստեղ վանդալիզմ է տեղի ունեցել։ Չարագործը ամանորը շնորհավորելու իբր բարի նպատակներով ներխուժել է մեր բնակարան եւ նենգորեն տեսքից գցել է մեր ամանորյա սեղանը, մասնավորապես տուժել է բուդը, աղցանները եւ ամեն ինչ։ Անգամ պաշտետը, չարազի միջի չամիչը, այս Դևիդ Գետայից դիսկ ինչ եք բերել կերել։ Հա, այդ հաստեղ երեխակահղ ինչ ես ծխում։ Ժողովուրդ, սա վանդալիզմ չի, սա պովիգիզմ է։ Համաձայն եմ, բայց դուք դալշ լսեք։ Թինան փակվել է սենյակում եւ աղի արտասուք է թափում։ Ավելի աղի, քան Աննայի պատրաստած տոլման։ Յա, ոնց կլներ մի հատ պախոդու չկծեիր։ Թինան ինչի է փակվել սենյակում ու լացա լինում։ Որովհետև դրամատուրգիական զուգադիպությամբ հենց այսօր մեր տուն են գալու Թինայի կուրսեցիները։ Մասնավորապես ճապիկը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ճապիկին դիմավորենք ըստ արժանվույն։ Տատի, կլինի այնպիսի բառերով խոսես, որ բոլորը հասկանան, որովհետև տպավորություն կա, որ այստեղ հատուկ իմ համար ես խոսում։ Այո, Շուզի, ես հատուկ քեզ համար եմ խոսում, որովհետև քեզանից եմ ակնկալում լսել այս խնդրի լուծման տարբերակները։ Ինչ խնդիր տատ։ Մենք ունենք 0 դրամ եւ պետք է վերականգնենք մեր ամանորյա սեղանի տեսքը։ Մենք էլ ես քանած դժխուն, արթնացրեք, հա։ Ինչ են անում։ Ասա խնդիր չի է, սա աստղանի շով խնդիր է։ Ճիշտն ասած, ես արդեն մի տարբերակ ունեմ։ Ճիշտ է, շատ անմշակ տարբերակ եմ, բայց կարծում եմ կարելի է կյանքի կոչվել։ Ուշադիր լսեք ինձ։ Պետք է բոլորս տանից միաժամանակ դուրս գանք, այցելենք հարևանների տուն եւ շնորհավորենք նրանց ամանորը։ Մեզանից յուրաքանչյուրի առջև դրված է մի խնդիր։ Հյուրասիրվել բոլոր ուտելիքներից։ Այնպես որ Ոյ, տոլման անտեղի մի տաքացրեք։ Ես ուշ կերած եմ։ Մենողություն մի քաշեք։ Մենք հոտ սուրճ կխմենք ու կգնամ։ Նախադասությունները բացառում ենք։ Եվ օգտվում ենք ամեն ինչից։ Իդեպ, չենք մոռանում մեզ հետ վերցնել փայլատի թեղ։ Ով որ չհասկացավ, թե որն է փայլատի թեղը, ասեմ, որ դա նույն Վոլգան է։ Բոլորս առաջ։ Այո, բոլորս առաջ։ Բոլորս առաջ։ Բոլորս առաջ։ Բոլորս առաջ։ Բոլորս առաջ։ Բոլորս առաջ, առաջ։ Բոլորով։ Դու ինչի չգնացին այդ ռեկետին։ Չէ՞ որ այդ քո աղջկա պատվի համար էր։ Բա դու ինչի չգնացիր այդ ռեկետին։ Էնպես չի որ քո աղջկա պատվի հարցը պակաս էր դրված։ Մեղա, իմ աղջիկը ինչ կապ ունի։ Որքան կարճ է մարդկանց հիշողությունը։ Այդ երևի իմ աղջկա ամուսնու ընկերը մեր նոր տարվա սեղանապա մոնտաժեց, հա։ Աննա ինչքան է սիրում ամեն ինչ չափազանցնել։ Ես ոչ մի գրամ չեմ չափազանցնում։ Նայ մեր սեղանին չէիր հասկանում, այս տարի կապիկի տարի է, թե խոզի տարի։ Լավ դե տղայա մի փոքր կպել է սեղանին, սարքեցիր հոռամի բեռը։ Մի քիչ։ Տնաշեն, ինձ թվում է, որ Վիկտոր Հյուգոն մեր սեղանը տեսներ, նորից կկրկներ, այստեղով թուրքեր են անցել։ Լավա չասեցիր, հեսա մակը հատուկ հանձնաժողով է ստեղծելու, որպեսզի որոշեն Աշոտի ընկերոջ հասցրած վնասի չափը։ Ես չեմ զարմանա, եթե Նիկի Մինաժը բարեգործական համերգ կազմակերպի ու ողջ հասույթը ուղի մեր սեղանի վերակենդանացմանը։ Բայց ինչի հենց Նիկի Մինաժը։ Դե ես եմ, այս տարի որ կապիկի տարի էր, առաջինը հենց ինքը մտքիս եկա։ Մամա, տարին դեռ չի սկսվել,
Բայց դու արդեն երրորդ անգամ ես զանգում։ Սակո ես քեզ հետ շատ լուրջ խոսելու բան ունեմ։ Եթե փողի համար ես զանգել, մի կես ժամ առաջ ասացի, չունեմ։ Ու այս կես ժամում ոչինչ չի փոխվել։ Սակո, ես արդեն վաղուց հույս չունեմ, որ դուք ինձ փող կուղարկեք։ Ես ավելի կարևոր բանի համար եմ զանգում։ Փեսայիդ կանչիր թող գա մոտդ։ Ես այլևս չեմ կարողանում հանդուրժել նրան։ Հիմա ինչ արել։ Բայց ինչի հիմա։ Ինչ եկել ա մեր տուն մի օր չի աշխատել, մատը մատին չի խփել ու ամեն օր մի նոր վնաս ա տալիս։ Կանչի թող գա մոտդ աշխատի, համ էլ մենք կպրծնենք իրանից։ Սակո, ինչ կլինի, բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։ Հայ Ալփի, դու ոչինչ չես բերել։ Ամեծ ազիզ ես շողոտ տոտայնց տուն եմ գնացել։ Նրանց տան դրությունը մերինից 1000 անգամ ավելի վատն է։ Մեր տուն գոնե ծյապիկ շմապիկ են գալի գնամ, իսկ իրանց տուն հարկադիրը։ Մի րոպե, բա այսքան ժամանակ ինչ էիր անում այնտեղ։ Մխիթարը մեի ու ափսեներն էի լվանը մասս։ Այս տանը մեկը մյուսից երևույթ են։ Աշոտ գնա զանգի աներոջդ, քո զանգին ա սպասում։ Իսկ մենք եկեք հասկանանք, թե ինչ ենք անում։ Եվա տատի, ես մտածեցի, թե ինչ կարելի անել։ Ապրիմ հայորդի բալեն, միշտ էսպես ա եղել, երբ հայերը կանգնել են ծանր խնդրի առաջ, միշտ ժողովրդի ծոցից դուրս ա եկել նա ու հույս ա պարգևել բոլորին, բրավո, ապրես իմ կոմիտաս բալա, ապրես իմ մաշտոց բալա, ապրես… Բարետա, սուս մնա, Ռուբիկ խոսիր։ Տատի ջան, ուրեմն մինչև թինայի կուրսեցիների գալը, ես էդ ծյապիկի ուշադրություն շեղելը վերցնում եմ իմ վրա։ Կեֆս է մի քիչ լավ է, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Չէի ուզենա այս նախադասությունն ասել, բայց Ռուբիկը խելացի բան է ասում։ Եթե մեզ մոտ ստացվի արհեստականորեն շեղել գոնե ծյապիկի ուշադրությունը, ապա կարելի է դա հաղթանակ համարել։ Դու կամ գոնե ոչ ոքի։ Կամ գոնե բարոյական ոչ ոքի։ Այ հենա ոնց որ պապայի պրոֆիլը այն քաչալ մարդով նկարն է։ Աշխեն, էդի քաչալ մարդով նկար չի, ուղղակի առանց նկար պրոֆիլը։ Պապայի դեռ չես ճանաչում։ Կյանքս ես պապայս հենց սենց էլ ճանաչում, զանգի ու տես որ պապաս է, զանգի։ Էս Սարգիս Պետրոսյանը։ Հա, յազգոնն էլ է Սարգիս, զանգի։ Լսում եմ, ավելի ճիշտ տեսնում եմ, ավելի ճիշտ բան չեմ տեսնում, ով ես, մի քիչ հետ տեսնի։ Ես Աշոտն եմ, բադու ով ես։ Աշոտ, հա, Սակոնը, Աշխենի պապան, Մարետայի ամուսինը, Խոպանի գերի։ Բարևներս, աներ Դե ես էլ Աշոտն եմ, ոնց որ գիտես, քո պես են։
Վերջապես մենք տեսանք իր ցավը տանն։ Ես էլ եմ աջելի։ Այսինքն ինձ էլ է ուրախ։ Մի խոսքով, հասկացար ինձ։ Բա ինչ կա որ զանգել եմ։ Տատին ասաց, որ հետդ մի քիչ խոսամ։ Տատի ասած օրենք է։ Բայց ես սիրում եմ օրենքները շրջանցել օրենքով։ Արի, միանգամից անցնենք խոսակցության բուն թեմայի։ Ես շտապում եմ։ Յա, Ըլես քո կարծիքով ես էլ հատկազով 14 տարի վերցրել եմ ու ոչ միտեղ չեմ շտապում, հա։ Ջանիկ! Ջանիկ ջան, եկա՞ր։ Վայ, տեսար։ Կրակը տեսնելով իրական կրակին հանգչեց։ Սիջակ, բամնացածները ուր են։ Ծոցագրպանս։ Եսի նկատի ունեի մնացած կուրսեցիները։ Գրողի ծոցագրպանը։ Կարևորը ես ու դու ենք։ Ճիշտ է, ծիկ-պուկ։ Ռուբիկ, ճապիկ, Ռուբիկ, ծանոթացեք։ Շատ հաճելի է։ Շնորհավոր ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ամանորի համար մի քիչ ուշացել ես, իսկ Սուրբ Ծնունդի համար ոնց որ մի քիչ շտապում ես, տղա ջան։ Իսկ հիմա մի հատ հասկանանք էլի, թե ոնց եղա, որ ամբողջ կուրսից մենակ դու ես եկել մեր տուն։ Էն էլ ծապիկի դիմակով։ Ծապիկ ջան, գիտես, ուղղակի ուտելիքը փչանում էր սեղանին, որոշեցինք սեղանը հավաքենք։ Հիմա դու մինչև Ռոբոշի հետ մի փոքր շփվես, մենք սեղան կդնենք, լավ։ Մարիթա, ծապիկն արդեն եկել է, ինչ ենք անելու։ Չգիտեմ, հուսով եմ գոնե Ռոբուշը մի քիչ կզբաղացնի։ Գոնե այդ երեխեն անեկդոտների բազան մի քիչ թարմացրած լիներ։ Տեսնեցի շում այն անեկդոտը։ Ազիզներ, ես էսա կասեմ իշտ ենք անի։ Աչքիս ես արաքսյան սարնարանը փչացել է ու ինչ ունեն չունեն բերել շարել են բալկոնım։ Ինչ ես մտածել այն ստոր կերպար։ Ազիզներ, սա է մեր փրկության դուռը, ավելի ճիշտ փրկության պատուհանը։ Ությունը։ Եվ ինչքան ժամանակ է, որ դուք իրար հավանում եք, ծապիկ։ Դե ինքը ինձ մի 2 ամիս է, ես էլ նորա որ հավանում եմ իրան։ Կանունը ծապիկ է, հա, ոնց որ թինա։ Ասա, ծապ ջան, ասա։ Դե դա ինչ էական է, Ռոբոշ ջան։ Նախ, եթե էական չլիներ չէի հարցնի, երկրորդ էլ ես քո համար ես Ռոբոշ, արա։ Ռոբոշ, հետ ինչ ես անում, ամոթա չէ։ Ամեն ինչ նորմալ է, Թինա ջան, մենք զրուցում ենք։ Մենք չենք զրուցում, մենք պարզապես խոսում ենք հլը։ Ոնց որ Ռուբիկը էլ չի կարողանում ժամանակ շահել։ Հեսա
Որքան կարող ենք պետք է համբերենք Սյուզի։ Մամանք ինչ են անում։ Արդեն 3 ժամ հավ են կտրատում։ Ապեր ջան, ինչ է սենց ագրեսիվ տրամադրված այս ասի զորով, հը? Ազիզ։ Ես քեզ ինչ ազիզ արա։ Այ ճապիկ ծիրանիկ։ Ռուբոշ, մի հատ հանգստացի, ինչ ես խոսում, Ռուբոշ։ Թինա ջան, ես երևի գնամ, հա? Չէ։ Լավ էս ուտելիք ինչ եմ ամարա։ Չեն հասկանում, որ արդեն կռիվը դառը։ Ծապիկ ջան, դու հանգիստ նստի, Ռուբոշը խմած է, ու հեսա գնում ա իրա սենյակ քնելու։ Էս ինչ ձև ես հետս խոսում, Թինա։ Բա ինչ ես ուզում, Ռուբիկ։ Մի վարկյան հալը։ Արա։ Ռուբիկ ինչ ես անում։ Ինչ ես խփում կով։ Իու սելֆի քեզ։ Չես անում, ինչ ես խփում։ Լավ եմ անում, որովհետև տնեցիք ուշացնում են ուտելիքները։ Ռուբիկ, ինչ ես խմելու կռիվանում, սա նոր տալյա թե բանակի քեֆ։ Աշո ջան, արի քարը փեշիցը թափի, վեր կա ծարի Մոսկվա։ Ախր գա Մոսկվա ինչ անեմ, այ աներ։ Այդտեղ ինչ ես անում։ Ոչ մի բան։ Դե մեկը ատեղ էլ ոչ մի բան չես անում։ Արի Մոսկվայում մի արա։ Ախր որ ստեղ ոչ մի բան չեմ անում։ Գոնե մի կտոր չոր հաց են տալիս ուտելու։ Նախ ես այսօր իմացա, որ հացը այդքան էլ մի կտոր չի ու այդքան էլ չոր չի։ Երկրորդ, դու արի Մոսկվա հաստատ սոված չես մնա։ Աներ ջան, հասկացա, բայց մի հատ նուրբ պահ կա էլի։ Հեսա պիտի երեխա ունենանք։ Այդ պահը ո՞նց ենք անում։ Այդ հարցը մենք անելու բան չունենք։ Երեխա ունենալուց մենակ Աշխենի ներկայությունն է պարտադիր։ Նախ ես շնորհավորում եմ ձեր բոլորի տոնը։ Շնորհակալություն, որ հարգել եւ անձամբ եկել եք շնորհավորելու մեզ։ Ճիշտ ասած ես շնորհավորելու չեմ եկել։ Ձեր հարևանուհին պնդում է, որ իր պատշգամբից գողացել են հավ, ձուկ, երշիկ, պանիր եւ այլ մագնիշի պարենային ապրանքներ, ընդհանուր առմամբ պատճառելով 50,000 դրամի վնաս։ Մի րոպե, պարոն ոստիկան, այսօր մենք էլ ահա որ մեծ վնասներ են կրել։ Ինչ անենք, ասենք Արաքսյանը արել, հա? Կամ ձեզ կասկածելի չի թվում, որ մարդիկ 50,000-ի առևտուրը դնում են պատշգամբում։ Սառնարանս չեր աշխատում, ապրանքը դրել էի դուրսը, որ չփչանար։ Դե եթե չփչանալու համար ես դրել արխային, ինձ թվում է տանողները չեն տարել, որ փչացնեն։ Հայ! Իսկ ինձ կասեք ես ինչ հավ ձուկ մուկա դրած ձեր սեղանին։ Յա, դե կներեք, էլի։ Ինչի՞ է ձեզ թվում, որ մենք դուք կարող եք նման մթերք առնել եւ դնել ձեր սեղանին։ Կամ ինչպես դուք եք ասում, պատշգամբ։ Դուսուս մնա այ կես կնիկ։ Պարոն ոստիկան, իրանք իմ 100 տարվա հարևանն են եւ գիտեմ իրանք երբ են խաբում եւ երբ են ճիշտ խոսում։ Իհարկե, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ մեր ճիշտ խոսելու օրերն են։ Այո, իհարկե, մենք առավոտ կանուղ արթնանում ենք, համախմբվում ենք եւ սկսում ենք ճիշտ խոսել։ Խելքի արի Արաքսիա, մենք ինչու եւ ինչպես պետք է գողանային քո ապրանքները։ Տատի, օրինակ եթե այդ ապրանքի մեջ երկաթ գցենք, մեր պատուհանին մի հատ մեծ մագնիս դնենք ու քաշենք վերը։ Դուք չգիտեմ, բայց ձեր քրեական անցյալով փեսան հանգիստ կարող էր գողանալ։ Լսեք տիկին, իմ ամուսինը քրեական անցյալով չի եղավ, նա քրեական ներկայով ու քրեական ապագայով է։ Ես չեմ հասկանում, մեծ կինեք չեք ամաչում եք Խնդրում եմ կանչեք տան բոլոր անդամներին։ Ես հիմա կկանչեմ։ Անդ, Ռու,
Ռուբեն Սարգիսիչ։ Սարգիսիչ, լից։ Բաց է արդեն թրիչքի համար սիրտն իմ օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու Չարբախտի ստրուկն եմ խելագար կյանքս եկնանք կյանքս անարդար սանցնենք էլ իմը մարդոքին այս կաոսից եկը չեմ գտնում ցավոք Ձերքիս մակողքիս ես անկլում եմ կապանքներից խորվերքերից Հագավոր, տանը ոստիկան կա։ Ոնց։ Ինչի համար եկել որ։ Մեր հարևան Արաքս տոտայի տանից ապրանքներ են գողացել։ Ինքն էլ մեր վրա է կասկածում։ Ավելի ճիշտ քո վրա կյանքս։ Ես էլ ողսեցի շուտ կամ շոխը հասցնեմ թագավորիս։ Ապրես աշ, ապրես։ Կյանքս։ Ես բաժանվում ենք։ Հա։ Բայց ժամանակավորապես։ Ես գնում եմ խոպան, պապայիդ մոտ։ Իհարկե ինձ կներեք, բայց ձեր սեղանի դրված ապրանքները մեկին մեկ համապատասխանում են տիկին Արաքսիայի կորած ապրանքների ցուցակին։ Այո, բարի ոստիկան, հիմա մեզ եք հավատում, թե Արաքսիային։ Ինչու չեք պահանջում, որպեսզի նա ապացուցի, որ հավմավ է ունեցել։ Բայց ո՞նց ապացուցեմ։ Հո բալկոնում դնելուց հետո ապրանքը չէի նկարելու։ Ոչ, բայց կարելի էր ապացուցել ՀԴՄ-ի կտրոնով։ Չէ, դա լուրջ չէ։ Ով է այսօր մի քանի օր առաջ գնված ապրանքի կտրոնը պահում։ Ես
Քաղաքացի, իսկ կարելի է իմանալ ձեր այդ աչքի տակի կապույտ գոբելենը ձեզ որտեղից։ Մարշալ ջան, ցավը տանեմ, ոնց որ լկսվում ենք էլի, ես եմ կատակով արա, ես։ Պահո, էդի հեչ լավ չի, լից։ Ինչ անե։ Լից, ինչ անես։ Չայ տատի ջան, հեսա ստիանալու սամուտը բացել ենք, կարդ տվել է Անան, քաշել եմ ես, հանել է Մարետ տոտս։ Հələ նույնիսկ են երշիկներ ժամկետն անցած պոտանից դուրս սկսեցի, թե ով է ժամկետն անց երշիկ առնում, նա չէին նայել։ Լսեք, դուք հո փորձանք չեք։ Անպայման Արաքսիայի ապրանքը կվերադարձնեք իրեն։ Մամա ջան, Հազիզ ջան, շատ ուշ է, ամեն ինչ արդեն եփած եւ պատրաստ է։ Ինչ չի հետաքրքրում, մի տարբերակ գտեք, վերադարձրեք։ Տղեկ, տաքսի կանչեք ես գնամ։ Մարշալ ջան, ախր հեշտ բան չես ասում, է։ Հիմա տաքսի չկա, ես ոնց տաքսի կանչեմ։ Տաքսի չկա, ոստիկանական մեքենա կանչեք։ Այսինքն, զանգենք 102։ Չէ, մինչև զանգեք, մինչև հասցե ասեք, մինչև հասցեն ճշտեն։ Ես ավելի հեշտ տարբերակ գիտեմ։ Էսա մի 2-3 րոպեից մեքենաս կմոտենա։ Լից։